Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք սովորաբար արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները։ Առողջություն, հարաբերություններ, սեռական կյանք ու ընտանիք։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Գիշերային զրույցի այսօրվա թեման սիրտն է, որպես առողջ սեռական հարաբերությունների գրավական, եւ այս անչափ կարևոր թեման մենք քննարկելու ենք թերապևտ սրտաբան Լամար Ամանուկյանի հետ։ Բարի ուշ գիշեր, Տիկին Մանուկյան, ուրախ եմ, որ իմ հյուրն եք։ Բարև ձեզ, շատ հաճելի է ձեր հյուրը լինել։ Մեզ նույնպես։ Մինչ մեր այսօրվա զրույցը սկսել է, ուզում եմ նշել, որ մեր հաղորդման գործընկերն է Skin ընկերությունը, որն առաջարկում է մազահեռացման եւ կոսմետոլոգիական պրոֆեսիոնալ սարքերի մեծ տեսականի։ Սարքերն ունեն բարձր արդյունավետություն եւ ապահովում են մշտական արդյունք։ Մազածածկույթը վերացնելուց բացի, սարքերը բարելավում են մաշկի որակը, վերացնում անհարթությունները, վերականգնում էլաստիկությունն ու գույնը։ Սարքը ձեռք բերելիս փորձառու բժիշկ մաշկաբանի կողմից անցկացվում է նաեւ ուսուցում, որի ընթացքում դուք կսովորեք սարքի առանձնահատկություններն ու կիրառման ճիշտ եղանակները։ Գործել 25 տարի եւ շուկայում մշտապես մնալ առաջատար։ Սա արդեն խոսում է որակի ու հաճախորդների գոհունակության մասին։ Ավելին իմանալու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Տիկին Լամարը, ձեր կարծիքով կարելի է արդյոք ասել, որ սեռական կյանքի որակը կախված է սրտի առողջությունից։ Անշուշտ, իհարկե, սրտի առողջությունը, սիրտանոթային համակարգի առողջությունը ուղիղ կապ ունի սեռական առողջության հետ, եւ մենք պետք է իմանանք նաեւ, որ սրտի խնդիրները սկսվելուց 3-ից 5 տարի ավելի վաղ սկսվում են սեռական խնդիրները։ Եվ այո, երբ որ մարդը դիմում է սրտաբանն էլ պետք է ուղեկցի անպայման սեքսապաթոլոգի մոտ, որովհետեւ մենք գիտենք, որ խնդիրները սկսվում են ավելի վաղ։ Եվ ինչ է կատարվում։ Ես բացեմ փակագծերը, որ մենք ավելի պարզ պատկերացնենք, փաստորեն մենք ունենք մեկ անոթային համակարգ, այդ նույն անոթային համակարգը եւ սեռական օրգանների արյան շրջանառությունն են ապահովում։ Երբ մենք ունենք տարածուն աթերոսկլերոզ, այսինքն նյութափոխանակության խանգարում, ածխաջրածնային եւ ճարպային նյութափոխանակության խանգարումներ, մենք զարգանում են մեր մոտ սիրտանոթային հիվանդությունները, որոնց հիմքում ընկած է աթերոսկլերոզը։ Եվ մենք գիտենք, որ սեռական օրգանների գերարունալցումը խաթարվում է աթերոսկլերոտիկ հիվանդության պատճառով։ Եթե մենք ունենք արդեն խոլեստերինային վահանիկ, որը ինչու՞ չէ նաև կարող է հայտնվել սեռական անոթներում, բնականաբար մենք ունենանք պոտենցիայի խանգարումներ, մենք ունենանք սեռական ցանկության նվազումներ։ Եվ տեսեք, այս ամբողջը իրար հետ շատ խիստ կապակցված է, եւ ես ուզում եմ, որ մենք այսա շատ լավ հստակ իմանանք, որ սեռական անոթների տրամագիծը ավելի նեղ է, քան սրտային անոթների, եւ հետեւաբար աթերոսկլերոտիկ հիվանդությունը բնականաբար սկսվում է ավելի շուտ սեռական օրգաններում, քան սիրտանոթային, բայց մեր բուժառուները առաջինը դիմում են սրտաբանի ավելի վստահաբար, քան թե կդիմեն սեքսապաթոլոգի, եւ շատ կարեւոր է, որ նույն սրտաբանը անպայման հարցնի, ինչպեսին է սեռական կյանքը, որտեղ սրտաբանին դիմելուց միայն չպետք է բավարարվենք սրտային գանգատներով, պետք է այլ օրգան համակարգերից էլ նաև հարցնենք, որտեղ ամբողջ անոթային համակարգը ախտահարված է աթերոսկլերոզով։ Եվ կարող ենք այստեղից եզրակացնել, Տիկին Լամարա, որ փաստորեն սեռական գանգատը տղամարդկանց առաջին ծիծեռնակն է, որը հուշում է կամ կարող է հուշել, որ պետք է անպայման նաև մտածել սիրտանոթային համակարգի վիճակի մասին, եւ երբ որ նման պացիենտը գալիս է սեքսապաթոլոգի մոտ, սեքսապաթոլոգը պետք է նաև ուղեկցի սրտաբանին։ Այո, եթե նման բուժառուն արդեն համարձակություն է ունեցել դիմել սեքսապաթոլոգին, որովհետև ավելի քիչ են դիմում, քան սրտաբանի մոտ գնալը ավելի հեշտ է եւ ավելի հարմար է, այսպես ասել։ Եթե արդեն դիմել է, անպայման պետք է խորհրդատվություն կազմակերպել սրտաբանի հետ, որպեսզի մենք կարողանանք խնդիրը գնահատել համակարգային։ Շատ լավ, Տիկին Լամարա, արդյոք սեռական ակտը ծանրաբեռնվածություն է սրտի համար, եւ ինչպես մենք կարող ենք իմանալ պացիենտը կարող է վարել սեռական կյանք, թե միգուցե այս պահին չի կարելի հակացուցված է։
տեսեք դուք շատ կարևոր եւ շատ լավ հարց տվեցիք, ուրեմն սեռական կյանքը ինքը համարվում է միջին չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ոչ թույլ, ոչ գեր, այլ չափավոր։ Եվ ինչպես մենք գնահատում ենք սիրտանոթային համակարգի համար չափավոր ծանրաբեռնվածության տանելիությունը, այդպես էլ համեմատում ենք սեռական կյանքի։ Ուրեմն միջին տանելիությունը այսպես է գնահատվում, եթե մարդը առանց ցավի, առանց գանգատի կարող է քայլել 500 մետր եւ բարձրանալ 2 հարկ։ Թեթև ուրեմն թեթև վիճակը, ֆունկցիոնալ դասը, առաջին թեթև դա նա երբ որ 500 մետրից ավել եւ իհարկե 2 հարկից ավել առանց հեվոցի, առանց ցավի, առանց սրտային գանգատի մարդը կարող է բարձրանալ։ Եվ ծանրը երբ որ 500-ից պակաս եւ 1 հարկից պակաս կամ 100 մետր կարող է գնալ եւ 1 հարկ չի կարողանում բարձրանալ։ Բնականաբար երրորդ աշճանի ժամանակ մենք չենք թույլ տալիս բացարձակ սեռական կյանքի ակտիվություն, կարելի է ընտրել այլընտրանքային սեռական բավարարվելու միջոցներ, բայց ոչ ակտիվ սեռական կյանք։ Իսկ միջին, այսինքն ֆունկցիոնալ դասը, եթե սրտային հիվանդության ֆունկցիոնալ դասը երկրորդն է, մենք թույլ ենք տալիս ակտիվ սեռական կյանք։ Ուզում եմ այստեղ շեշտել, որ իսկապես դուք ճիշտ եք, սեռական կյանքի այլընտրանքային տարբերակները անպայման անհրաժեշտ են, որովհետև նման հիվանդները կարիք ունեն սեռական ջերմության, ոչ թե անմիջապես հարաբերության, որովհետև ցանկացած սեռական հարաբերություն նման դեպքում կարելի է փոխարինել օրինակ մերսումներով, փաղաքշանքներով, շոյանքներով, որպեսզի պացիենտը ամբողջովին չզրկվի այդ հաճույքից եւ ապացուցված է, որ այն զգացողությունները, որոնք պացիենտները ապրում են այդ этаպում, միմիայն արագացնում են նրանց վերականգնողական ամբողջ ընթացքը, երևի դուք էլ նկատած եք։ Այո, եւ ավելին բոլոր այն բուժառուները, ընդհանրապես մարդիկ, որոնք որ զրկված են այսպես սեռական կյանքից, ցանկացած տեսակի սեռական կյանքից, նրանց մոտ հավանականությունը սիրտանոթային հիվանդությունների զարգանալու ավելի բարձր է, քան թե այն մարդիկ, որոնք կանոնավոր սեռական կյանքով ապրում են, որովհետև մենք բոլորս գիտենք, որ սեռական կյանքը նվազեցնում է ստրեսը, տալիս է դրական էմոցիաներ, դրական տրամադրվածություն եւ դա շատ կարեւոր գործոն է ավելի որակյալ կյանք ունենալու։ Ինչ խոսք մեր օրերում մարդիկ վարում են սակավաշարժ կենսակերպ, ընդհուպ ծայրահեղաստիճանի հասնող։ Եվ շատ դեպքերում մենք լսում ենք կարծիք ասում են, դե եթե սակավաշարժ կենսակերպով ես ապրում, ապա գոնե պետք է սեռական հարաբերություններ ունենաս, որպեսզի այրես այդ կալորիաները։ Ինչ կասեք այդ առումով։ Շատ կարևոր հարց տվեցիք, բայց ես այսպեսի զուգահեռ անցկացնեմ այն մարդիկ, որոնք սակավ շարժունակ կենսակերպ են վարում, նրանք սակավ սեռական կյանք են վարում։ Սովորաբար ակտիվ սեռական կյանք վարող մարդիկ նաև ֆիզիկապես ակտիվ են եւ ես ասեմ ավելին, ես նույնիսկ այդպես իմ անձնական հետազոտությունները ունեմ, բուժառուներին միշտ հարցնում եմ եւ սեռական կյանքի նորմալ ակտիվությունից եւ հարցնում եմ ֆիզիկակ բոլոր այն մարդիկ, որոնք ակտիվ սեռական կյանք են վարում, նրանք ամեն օր քայլում են 4 կիլոմետր, հաճախում են տարբեր ֆիթնես ակումբներ, մարզասրահներ, այսինքն անկախ նրանից, որ իրենց շարժման միջոցը նաեւ մեքենան է, բայց ավտոմեքենան, բայց իրենք շատ ակտիվ կյանք են վարում, այսինքն սեռական կյանքը ինքը կարծես դրթում է ավելի ակտիվ եւ ֆիզիկապես եւ մտավոր, հա, կյանք վարելու, որովհետև եւ կոգնիտիվ ֆունկցիան է լավացնում սեռական կյանքը։ Որովհետև շարժունակ մարդու արյան մեջ բարձր է այն հիմնական հորմոնը, որը պատասխանատու է սեռական ակտիվության համար, սերոտոնինը եւ նաեւ տեստոստերոնը, որը ապահովում է սեռական ակտիվությունը եւ երջանկության հորմոնը եւ սեռական ակտիվության հորմոնը, այո։ Իրավացի եք։ Տիկին Լամարա, շատ եմ նկատում, որ հատկապես հենց նկատվում է պացիենտի մոտ ճնշման բարձրացում կամ թեկուզ եւ եթե ստանում է դեղամիջոց, ինքը արգելում է նրան ապրել սեռական կյանքով եւ դա բավականին տարածված միտում է։ Ըստ ձեզ, սրտային խնդիրներ ունեցող պացիենտի համար արդյոք
վտանգ է ներկայացնում սեռական կյանքը։ Տեսեք, ես այս հարցին ուզում եմ պատասխանել այսպես միջին ոսկի միջինով։ Ես տարիներ առաջ երկար աշխատել եմ շտապ օգնությունում եւ ես շատ ինքս անձամբ ունեցել եմ կանչեր, երբ որ արձանագրվել եմ մահ սեռական ակտից հետո։ Այսինքն դա շատ հետաքրքիր է եւ դրա շուրջ շատ այսպես անեկդոտներ, այսպես խոսույթներ են առաջանում, որովհետեւ սրտային հիվանդը սեռական կյանքից հետո կարող է ունենալ սրտի գանգատներ լուրջ։ Ունեցել ենք դեպքեր, երբ որ գրանցվել է ինֆարկտ։ Ես ինքս հոսպիտալիզացրել եմ այդ հիվանդին, գրանցվել է ստենոկարդիա, նախաինֆարկտային վիճակ, հիպերտոնիկ կրիզ, ճնշման բարձրացում եւ այլ։ Տեսեք, այս ամեն ինչը պետք է վերագնահատի սրտաբանը բժիշկը եւ սեռական կյանքի ակտիվությունը պետք է որոշվի համատեղ սեքսապաթոլոգի հետ։ Պետք է լինի ամեն մարդու համար անհատական ընտրած չափավոր ակտիվություն եւ վերջապես կարելի է ընտրել տարբեր դիրքեր, տարբեր ակտիվության չափեր եւ ստանալ նույն չափ հաճույք, ինչ ոչ շատ խիստ ակտիվության դեպքում, այսինքն հաճույքը ուղիղ համեմատական չի սեռական եւ ինչու՞ չէ նաեւ ագրեսիվ սեռական կյանքի հետ դրա համար պետք է չափավորել եւ վերանայել, անպայման վերագնահատել եւ չափավորել, նույնիսկ վերագնահատել դեղորայքը, որովհետեւ կան դեղորայք, որ որոշ չափով նվազեցնում են սիրտանոթային դեղորայք, որոնք որոշ չափով նվազեցնում են սեռական ակտիվությունը եւ ցանկությունը, ինչու՞ չէ նաեւ օրգազմի հասնելու այդ տևողությունը, դրանք պետք է վերանայել եւ ես կարծում եմ թիմային աշխատանքը այստեղ շատ կարեւոր է, պարտադիր է եւ շատ զգուշ, այո։ Տիկին Լամարա, կա տեսակետ, որ սիրտանոթային համակարգի համար նախատեսված որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել սեռական խանգարումներ։ Արդյոք դա այդպես է եւ եթե այո, ինչպես մոտենալ հարցին։ Տեսեք, այս հարցը այո, շատ լավ հարց է, ինքը շատ հարաբերական է։ Այո, կան դեղորայք, որոնք նվազեցնում են սեռական ցանկությունը, երկարաձգում են սերմնաժայթքումը, ինչու՞ չէ նաև թույլ գրգռվածություն են առաջացնում սեռական հարաբերության ժամանակ, թուլացնում են, այո։ Եվ տեսեք, դրանք իհարկե մեր հակահիպերտենսիվ դեղորայքներից են շատ, օրինակ մեթիլդոպանը նվազեցնում, հակամիզամուղները, որոնք լայնորեն կիրառվում են, շատ են կիրառվում, վատացնում են այրան շրջանառությունը եւ անպայման ուզում եմ խոսել այստեղ բետա-բլոկատորների մասին, որովհետեւ սա շատ ծեծված թեմա է, որ խիստ նվազեցնում է սեռական ցանկությունը։ Խոսքս բիսապրալոլի խմբի դեղորայքի մասին է։ Տեսեք, ես անպայման ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մի խումբն է դրանց միայն նվազեցնում, վնասում սեռական, այսպես իջացնում, այո, սեռական ֆունկցիան, իսկ այն մյուս խումբը կարդիոսելեկտիվ, այսինքն դրանք չեն նվազեցնում։ Եվ եթե մենք նշանակենք ընտրված խմբից, բնականաբար, եթե արդեն ունի, եւ շատ կարեւոր է, որ սրտաբանը իմանա արդեն ունի սեռական որոշ խնդիրներ, եթե հատկապես արդեն ունի, մենք պետք է ապահովագրենք եւ նշանակենք կարդիոսելեկտիվ խումբը, որը չի իջեցնում սեռական, չի նվազեցնում սեռական ֆունկցիան։ Տեսեք, նույնչափ կարող ենք համեմատական անցկացնել թոքերի քրոնիկ հիվանդությունների ժամանակ, եթե մենք նշանակում ենք նույն այս խումբը, բետա-բլոկատորները, ոչ կարդիոսելեկտիվը, բերում է բրոնխոսպազմի եւ հեվոցի եւ շնչահեղձության, հա, իսկ եթե նշանակում ենք այդ խումբը սելեկտիվ խումբը, իհարկե մենք խուսափում ենք այդ գանգատներից, այսինքն պետք է բժիշկ անպայման, սրտաբանը, թերապևտը, թոքաբանը կամ այլ նեղ մասնագետը պետք է անպայման իմանա սեռական առողջության մասին տվյալներ, որպեսզի ընտրի այնպիսի դեղորայք, որ ավելի եւս չնվազեցնի, որովհետեւ իմ նշած բոլոր սիրտանոթային դեղորայքը իջեցնում են ֆունկցիան արդեն խանգարումներ ունեցող առողջ սեռական ֆունկցիայով, ոչ մի սեռական ֆունկցիայի դեպքում ոչ մի խանգարում չի տեղի ունենում, այո։ Եվ դուք այդ միտքը
միշտ հնչեցնում եք գիտաժողովների ժամանակ, ես ինքս հաճախ լսում եմ, որ հիվանդին հետազոտելիս, հատկապես ամբուլատոր պայմաններում պարտադիր պետք է անպայման նաև ուշադրություն դարձնել նաև սեռական համակարգին, որովհետև շատ դեպքերում պացիենտները ուղղակի լռում են, չեն խոսում դրա մասին, բայց ինչպես արդեն պարզ դարձավ, սիրտանոթային համակարգի խնդիրները վաղ հայտնաբերելու համար պետք է անպայման նաև ուշադրություն դարձնել սեռականին, որտեղ փոխկապակցված են։ Այո, փոխկապակցված են եւ ավելի վաղ են սկսվում 3-ից 5 տարի առաջ եւ պատկերացրեք ինչքան մի կարևոր մենք գործառույթ կիրականացնենք, եթե սեռական գանգատները սկսվելուց մենք արդեն կանխարգել ենք սիրտանոթային պատահարը, որը կլինի 5 տարի հետո, պատկերացնում եք եւ մենք կնվազեցնենք մեր ստենդավորումները, իհարկե, տարբեր միջամտությունները, կխուսափենք մի շարք ինֆարկտներից եւ ինսուլտներից եւ տարբեր այլ սիրտանոթային բարդություններից։ Եթե մենք երբ որ ի հայտ են եկել սեռական խանգարումները, համակարգային մոտենանք այդ հարցին, այսինքն կանխարգել ենք աթերոսկլերոզի զարգացումը, կանխարգել ենք մի շարք սիրտանոթային հիվանդություններ։ Այդ իսկ պատճառով ուզում եմ, որ մենք լինենք ավելի համարձակ, ուղղակի մարդիկ լինեն ավելի համարձակ եւ ավելի վստահորեն դիմեն բժիշկի եւ վստահորեն խոսեն իրենց սեռական խնդիրների մասին, համարելով, որ դա ոչ թե ամոթալի մի օրգան է կամ ամոթալի մի ոլորտ է, այլ դրա մասին պետք է խոսել պարզ, որովհետեւ մեր օրգանիզմում բոլոր հիվանդությունները փոխկապակցված են։ Չի կարող մի օրգան առանձին գործել։ Մենք դա գիտենք ու արդեն հասկացել ենք եւ այսօր չկան բժիշկներ, որոնք կարող են սրտաբանը բուժի միայն սիրտանոթային համակարգը, թոքաբանը միայն թոքը։ Ոչ, մենք բոլորս համակցված ենք եւ մենք աշխատում ենք թիմային աշխատանքով։ Եվ պատկերացրեք, եթե հիվանդը գնում է սրտաբանի մոտ եւ սրտաբանը փորձում է սիրտանոթային համակարգի հետ կապված հարցերից հետո հարցնել, թե ինչպիսին է ձեր սեռական կյանքը, ինչ ակտիվություն ունեք, ինչ հաճախականություն ունեք, հատկապես այս հարցերը շատ կարող են ագրեսիա առաջացնել եւ այդպես գրգռել հիվանդին եւ նա պացիենտը կարող է չհասկանալ եւ մտածել, թե ինչու պետք է բժիշկը հետաքրքրվի իր ինտիմ կյանքից։ Նույնիսկ կարող է վիրավորել։ Կարող է վիրավորել, այո, եւ այդպիսի դեպքեր կան, ես չեմ ուզում շատ այդպես բարձրաձայնել, բայց դա շատ կարևոր է, որ մենք ճիշտ հասկանանք, որ երբևիցե ոչ մի բժիշկ չունի անձնական հետաքրքրություն ներխուժելու իր անձնական կյանքը, ուղղակի քանի որ այդ հիվանդությունները փոխկապակցված են, շատ կարևոր է, որ մենք անպայման բարձրաձայնենք դրա մասին եւ ասենք եւ այ հենց այստեղ կարող է լինել օգնությունը եւ ավելի հետո, երբ որ մի տարի հետո շատ ավելի վատ վիճակում կգա ինքը եւ արդեն միգուցե օգնությունը կլինի արդեն ավելի սակավ։ Եվ ես սա խոսում եմ կոնկրետ դեպքերի մասին, ես այդպիսի հիվանդ ունեցել եմ եւ նույն ձևի ագրեսիվ պատասխան են ինձ տվել եւ դրանից հետո իդեպ ասեմ եւ կինը եւ տղամարդը կարող են ունենալ սեռական ֆունկցիայի նվազում եւ կանայք էլ փորձում էին այդպես ագրեսիվ պատասխանել, որ դա իմ գործը չի, բայց դա հենց իմ գործն է, որովհետեւ երբ որ արդեն սկսվեց վաղաժամ սեռական ֆունկցիայի անկում, կլիմաքս, եւ դա այդ սեռական կյանքի բացակայությունն էր, որովհետեւ սիրտանոթային հիվանդությունը բերել էր սեռական ցանկության նվազման եւ տեսեք, այսպես շղթայված գնացել էր իրար հետևից եւ դրանից հետո այդ կինը արդեն եկավ վաղաժամ կլիմաքսով, վաղաժամ կլիմաքսից հետո սկսվեցին օստեոպարոզը, հանքային խտության իջեցումը, մկանային իջեցումը, վաղաժամ ծերացումը եւ այլ։ Պատկերացնում եք ինչ մեծ շղթա, որ նա կորցրեց իր կյանքի լավագույն տարիները, որակը կորցրեց եւ շատ ավելի շուտ ծերացավ եւ կենսաբանական տարիք առաջ ընկավ եւ կինը իր ապրած կյանքից ոչինչ չի հասկանում։ Բավարարված չի, բնականաբար ինքը շատ կլինի այսպես ջուրագրգիռ, մեղադրի շրջապատին ամեն ինչում եւ կինը եւ տղամարդը ես ուղակի դեպքը կնոջ հետ էր կապված, դրա համար բերեցի այս դեպքը եւ շատ ուզում եմ հիշել, երեք մենք գիտաժողովի ընթացքում մեր ուրեմն արյունաբանը
ասեց, որ սակավարյունության ժամանակ մենք պետք է տարբեր հարցեր տանք հիվանդին, բայց այնքան վախենում ենք այդ հարցերը տալ, զգուշավոր ենք, որովհետև կարող է մեզ ճիշտ չհասկանան։ Օրինակ, սակավարյունության ժամանակ ցանկություն է առաջանում կավիճ ուտելու, չգիտեմ, հող ուտելու, հա, վարքային խանգարումներ են լինում, հա, տարբեր ագրեսիաներ եւ այլ, եւ ասում ենք վախենում ենք հարցերը տալ, ոչ բժիշկը չպետք է վախենա, որովհետև եւ ես ուզում եմ, որ բուժառուներն է հասկանան, որ հարցեր կա, որոնք ձեզ թվում է, որ այդ հարցը տեղին չի կամ այդ հարցը ներխուժվում է անձնական կյանք կամ այդ հարցը միտում ունի, հարցի հետևում, տողատակում մի այլ միտք կա, ես ուզում եմ, որ այդպես չընկալվի, որովհետև բժիշկը միշտ դիպուկ հարցեր է տալիս եւ ինքը մի քանի անգամ վերլուծում է, որպեսզի այդ հարցը ձեզ տա եւ ավելին ուզում է օգնած լինի։ Այսինքն մեկ այլ դաշտ ուզում է բացի իր համար, հա, հիվանդ դաշտ, որը փակ եք պահել եւ օգնի։ Տղամարդու սեռական ֆունկցիան բարելավելու համար կան բազմաթիվ մեթոդներ՝ դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, ինչպես նաև հոգեթերապևտիկ, դրանց մասին մենք խոսել ենք, բայց մասնավորապես սեռական պոտենցիան, էրեկցիան, գրգռումը կարգավորելու համար օգնության են հասնում տարբեր տեսակի սեռախթանիչներ եւ այս առումով կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության ժամանակ։ Դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն եւ պացիենտները հատկապես բուժման արդեն սկզբնական հատվածում նկատում են սեռական ֆունկցիայի բարելավում։ Դեղամիջոցը ունի ժամային բավականին արտահայտված ազդեցություն, այն ազդում է մոտավորապես 36 ժամ, այսինքն դեղամիջոցը օգտագործելուց հետո տղամարդը կարող է ունենալ կրկնակի սեռական հարաբերություն 36 ժամվա ընթացքում։ Պետք է նշել, որ դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց մասին բուժող բժիշկը պարտավոր է տեղեկացնել պացիենտին։ Տիկին Լամարա, իսկ ինչպես կարող ենք նվազեցնել սիրտանոթային խնդիրների ռիսկերը, որը եւ իր հետևից կբերի նաեւ սեռական կյանքի ռիսկերի նվազման եւ բարելավման, այո, ինքը այդպես փոխ կապակցված, շղթայված process։ Տեսեք, շատ կարեւոր էլի հարց է, մենք բժիշկներս պատկերացնում ենք, որ եթե հիվանդը եկավ մեզ մոտ, մենք առաջինը պետք է դեղորայք գրենք, ոչ։ Ցանկացած ուղեցույցների մեջ առաջինը ոչ դեղորայքային մոտեցումներն են, հա, ինչը շատ ճիշտ է, եւ դրա մեջ մտնում է առաջինը առողջ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվություն եւ առողջ սննդակարգ։ Այսպես կարծես թե ծեծված բառեր ենք ասում, բայց ծեծված չի։ Մենք անդադ պետք է ասենք, որովհետև կարծես թե ամեն ասելուց դա լավ տեղ չի հասնում։ Օրինակ առողջ ապրելակերպ առաջինը իհարկե ծխելու մասին եմ ուզում ասել, որ ծխելը ուղիղ կապ ունի սեռական բոլոր հիվանդությունների եւ ցանկացած տղամարդ, որը շատ է ծխում, նա անպայման կունենա սեռական խնդիրներ։ Անպայման, միգուցե չի բարձրաձայնում, բայց ինքը կարծես թե այսպես բրուտալ կերպար է եւ ծխում է, բայց արի մի տես, որ սեռական կյանքում այդ նույն բրուտալ կերպարը չի պահպանվում եւ ինքը շատ ավելի նվազ այսպես հնարավորություններ ունի եւ ավելի, ասեմ ավելի նաեւ կհամաձայնեք իմ հետ, նվազ ցանկություններ։ Բնականաբար, լիբիդոն էլ է, այո, ընկնում դրանից եւ պետք է անպայման հրաժարվել ծխելուց։ Չկա ծխելու այլ տարբերակ, պետք է հրաժարվել մաքսիմալ, եթե հնարավոր չի ոչ մի կերպ այդ սովորույթից հրաժարվել, գոնե ընտրել վնասի նվազեցման ինչ-որ տարբերակներ, որովհետև սիրտանոթային համակարգը անընդհատ գտնվում է ամեն մի սիգարետից հետո, հա, ծխած սիգարետից հետո 15 րոպե սպազմի մեջ է սիրտանոթային համակարգը եւ դա շատ լավ պայման է, որ զարգանա էնդոտելիալ դիսֆունկցիան եւ սկսվեն ամբողջ այդ սիրտանոթային հիվանդությունների, այո, շղթան։ Երկրորդը առողջ ապրելակերպի մեջ մտնում է նաև շատ ճիշտ դասավորել մեր կյանքը։ Մենք շատ գերծանրաբեռնված ենք, գերզբաղված ենք եւ հանգստի ժամանակ չունենք։ Մենք մեր աշխատանքն էլ ենք բերում տուն եւ հատկապես բժիշկներն էլ մենք գիտենք, հա, այսինքն պետք է հավասարաչափ բաշխել հանգիստը եւ
աշխատանքը մարդ պետք է հանգստանա, երբ որ սիրտանոթային համակարգը չի հանգստանում, գլուխը չի հանգստանում, աղիքները չեն հանգստանում, բնականաբար կլինեն հիվանդություններ, խանգարումներ եւ այդ քրոնիկ հոգնածության եւ էներգոդեֆիցիտի վիճակը, որ ամբողջ հայազգի մոտ կա, բացարձակ բոլորի մոտ կա, մի քիչ շատ, մի քիչ քիչ, դա անպայման բերելու է ժամանակի հետ սեռական ֆունկցիայի օրգանիզմը բողոքարկում է, բնականաբար արդեն սեռական կյանքի մասին չես մտածում, ապաթիա է սկսվում, այսինքն այնքան գերհոգնած ես, որ չես ուզում որևէ հաճույք վայելել եւ ոչ միայն ստվերում եւ ցանկացած փորձում ենք, մենք բոլորս գիտենք, որ փորձում ենք նաեւ մերժել տարբեր հրավերներ, տարբեր խնջույքներ, հա, ու նաեւ սեռական կյանքը, այնքան հոգնած գալիս ու քնում ենք, էլ սեռական կյանքի մասին խոսք չկա, դա շատ ճիշտ դասավորել մեր կյանքի ռիթմը, այո, բիորիթմերը շատ կարևոր են, որ ասեցի հանգստանալ քնի ռիթմը, քունը, մենք գիտենք, որ քունը այսօր համարվում է բոլոր հիվանդությունների առանցքագծում է, տեսեք, ճարպակալման առանցքագծում է, սիրտանոթային հիվանդությունների առանցքագծում է, սեռական կյանքի առանցքագծում է, մարսողության առանցքագծում է, կոգնիտիվ խանգարումների եւ այդ հետազոտությունները կան, որ այն մարդիկ, որոնք չեն քնում 8 ժամ նորմալ չեն քնում, իրանք անպայման կունենան եւ կոգնիտիվ խանգարումներ եւ սեռական, այո, բոլոր խանգարումները եւ տեսեք տարեցներին գոնե 6 ժամ պետք է քնեն տարեցները, որպեսզի եւս պահպանեն իրենց թեկուզ սակավ, բայց սեռական կյանքը եւ սեռական ցանկությունը։ Ինչու շատ կարևոր։ Ֆիզիկական ակտիվությունը բոլոր ուղեցույցներում գրված է 150 ժամ մեկ շաբաթում, այսինքն բաժանում ենք մենք այդ ստացվում է կես ժամ 40 րոպե ամեն օր ֆիզիկական ակտիվություն, անգամ եթե չեն հաճախում տարբեր մարզասրահներ կամ ֆիթնես ակումբներ կարող են տանը մարզվել։ Ես ունեմ իմ կողքին շատ վառ օրինակներ մեր դասախոսներից, որ առավոտյան ժամը 7-ին արթնանում են, առաջինը աղոթում են, երկրորդը 45 րոպե մարզվում են, հետո նոր մնացած հիգիենիկ միջոցառումները եւ գալիս են աշխատանքի։ Ես ուզում եմ ես էլ սովորեմ եւ այդ իմ շեշտված մարդիկ 70-ից 75 տարեկան են։ Այսինքն, տեսեք, կան մարդիկ, որ ուշ են գալիս դրան, երբ որ արդեն տարիքը մեծանում է, բայց ես ուզում եմ, որ մենք շուտ սկսենք, այո, որտեվ միշտ կանխարգելումը բերում է հիվանդության, իհարկե։ Այսինքն, եթե մենք շուտ սկսենք, դա այսինքն 30 տարեկան տղամարդը մտածի, որ պետք է առավոտյան անպայման մարզվի, հետո նոր գնա աշխատանքի կամ որտեվ երեկոյան մարզումը այդքան խրախուսելի չի, որտեվ եւ ֆիզիկապես ես եւ մտավոր ես հոգնած, այսինքն դուք էներգիան չունես, որ կարողանաս մարզվել։ Այս ամեն ինչը պետք է մտնի մեր առօրյան, դա շատ կարևոր է եւ սննդակարգը։ Ուտում ենք ինչ պատահի, ուտում ենք որտեղ ասես պատահի, երբ պատահի ժամային ոչ մի մանափակում չունենք, ամբողջ օրը կարող ենք մնալ սոված գալ երեկոյան, ամբողջ օրվա փոխարեն ուտենք, հա, այդ նույն չափը եւ ուտում ենք ինչ պատահի։ Այսինքն դա շատ կարեւոր է։ Մենք առողջ սնունդ լինելով նենց երկրում, որտեղ կա առողջ սնունդ եւ բոլորը գալիս են զարմանում են Հայաստանի առողջ սնունդ, մենք չենք ուտում առողջ սնունդ, մենք ուտում ենք առողջ սնունդ։ Բնականաբար, որպեսզի հանենք երեկոյանը մեր լարվածությունը, շատ գործարար մարդիկ նաև ալկոհոլ են օգտագործում ու հետո ուզում են, որ գիշերը ակտիվ սեռական կյանք ունենան։ Բնականաբար դա արդեն չի ստացվի։ Որովհետև կան բոլոր խանգարող գործոնները։ Բոլոր խանգարող գործոնները։ Ես իմ կողմից նաև հավելեմ, որ նաև նման դեպքերում, իսկ մենք ձեզ հետ ունենք այդ փորձը նման պացիենտներ վարելու, պարտադիր իհարկե նաև բուժման մեջ ընդգրկում ենք նաև դեղամիջոցներ, որոնք ակտիվացնում են սեռական ֆունկցիան, որովհետև սրտային հիվանդների պարագայում դա շատ կարևոր է, քանի որ իրենք ունեն այդ մտավախությունը, որ իրենց դեղամիջոցները, օրինակ հակագերճնշումային դեղամիջոցները կամ որևէ այլ խմբի կարող են նվազեցնել եւ եթե իրենց մոտ արդեն նվազել է, մենք այս դեպքում իհարկե ձեզ հետ միասին քննարկելով, գուցե դոզան փոխելով, համատեղ նշանակում ենք բուժման կուրս, որպեսզի պացիենտը չնեղվի, որ իր սեռական ֆունկցիան
նվազել է, փոխում ենք դիրքերը, հանձնարարելի ավելի դարձնում, ավելի այսպես կոչված խնայողական դիրքերը, որպեսզի խնդիրներ չառաջանան, եւ միայն այո դուք ճիշտ եք համատեղ թիմային աշխատանքի շնորհիվ նման պացիենտները զերծ են մնում տարբեր տեսակի բարդություններից եւ իրենց եւ սիրտանոթային համակարգն է բուժվում եւ սրտային խանգարումները նույնպես ժամանակի ընթացքում կարգավորվում են։ Այո, եւ եզրափակելով ես ուզում եմ անպայման ասել, որ շատ կարեւոր է սեռական կյանքը։ Կարևոր գործոն է ցանկացած մարդու համար։ Ինչպես ընդառությունն է կարևոր, շնչելն է կարևոր, այնպես էլ սեռական կյանքն է կարևոր։ Եվ ինքը իր ուրույն գործոն տեղն ունի եւ ուրույն գործառույթ ունի մեր ավելի երջանիկ, ավելի կենսունակ, ավելի առողջ լինելու, ավելի մտավոր եւ ֆիզիկապես ակտիվ լինելու մեջ։ Ինչքան սեռական կյանքը քիչ է, այնքան այդ գործոններ ավելի նվազեն։ Ինչպես նշեց Տիկին Մանուկյանը, շատ կարևոր է սեռական կյանքը։ Կարևորեք այն, գնահատեք այն, պահպանեք այն, մի շարք բարդություններից խուսափելու համար։ Տիկին Լամարը, անչափ շնորհակալ եմ այս հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար, վստահ եմ այս հաղորդումը դիտելուց հետո շատ շատերը կվերանայեն իրենց ոչ այդքան առողջ մոտեցումները։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ ձեզ եւ ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ մեծ պտուղներ կտա մեր պացիենտներին, մեր ժողովրդին, որպեսզի ճիշտ կարողանան գնահատել իրենց առողջության տարբեր ոլորտները եւ համատեղ եւ առանձին։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը, շնորհակալություն մեզ հետևելու համար։ Իսկ այժմ ընթերցեմ հարցը։ Բժիշկ, ես հաճախ պորնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր եմ դիտում ու ձեռնաշարժությամբ զբաղվում։ Դա տեղի ունենում գրեթե ամեն օր։ Դա վնասակար է, թե օգտակար, ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչպես եւ մենք նշել ենք մեր նախորդ թողարկումներում, ձեռնաշարժությունը համարվում է սեռական կյանքի փոխարինող ձև։ Բայց ինչպես եւ սեռական ցանկացած դրսեւորում, ձեռնաշարժությունը նույնպես պետք է կատարվի չափի մեջ։ Այսինքն, եթե ձեռնաշարժությունը արդեն դառնում է ամենօրյա ռեժիմով ընթացող process եւ ձեզ գցել է կախյալության մեջ, նշանակում է արդեն կա խնդիր, որից պետք է ձերբազատվել։ Բացի այդ, ամենօրյա ռեժիմով պորնոֆիլմեր դիտելը ստեղծում է վիրտուալ կախյալություն, որից արդեն հետը կարող են առաջանալ բազմաթիվ այլ սեռական խնդիրներ։ Քիչ չեն այն դեպքերը, երբ նման դեպքերում տղամարդու մոտ առաջանում են կամ սեռական ցանկության նվազում, կամ վաղաժամ սերմնաժայթքում, կամ պոտենցիայի հետ կապված խնդիրներ։ Հասկանալի է, վիրտուալ կախյալությունը առաջացնում է համապատասխան վիճակ, երբ պորնոֆիլմեր դիտելով տղամարդը ստանում է նորմայից բարձր գերխթանում, գրգռվում եւ ստանում սեռական բավարարվածություն։ Միջանձնային հարաբերություններում սա իհարկե նույնպես բավականին խնդրահարույց է, քիչ չեն այն դեպքերը, երբ զույգը դիմում է մեզ եւ կինը գանգատվում է, որ ամուսինը նախընտրում է դիմել պորնոֆիլմի օգնությամբ բավարարմանը, բայց սեռական կյանքով չապրել։ Սա բավականին տարածված խնդիր է եւ շատ զույգեր այս խնդրի պատճառով բախվում են բավականին լուրջ բարդությունների, ընդհուպ նույնիսկ ամուսնալուծվում։ Որպեսզի խնդիրը չբարդանա եւ ավելի չխորանա, պետք է ժամանակին դրա մասին մտածել եւ դիմել մասնագետի օգնությանը։ Մյուս խնդիրը, որին բախվում են տղամարդիկ, առնչվում է պոտենցիայի խանգարմանը։ Այն տղամարդիկ, ովքեր երկար ժամանակ գրգռվում են պորնոֆիլմեր դիտելով եւ նման տարբերակում հասնում սերմնաժայթքման, ռեալ հարաբերությունների ժամանակ ունենում են պոտենցիայի հետ կապված խնդիրներ, մասնավորապես հարաբերության ժամանակ կարող են նկատել անդամի թուլություն, ինչպես իրենք են նշում։ Սա բնական է, որովհետև սովոր լինելով միայն պորնոֆիլմով գրգռվել, սեռական հարաբերության ժամանակ կարող է պոտենցիան զգալիորեն նվազել։ Որպեսզի խնդիրը լուծվի, պետք է իհարկե ցուցաբերել համալիր մոտեցում եւ նշանակել կոմպլեքս բուժում։ Բուժման ժամանակ շատ կարեւոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ տղամարդը պետք է աստիճանաբար դադարի վիրտուալ տարբերակով գրգռվել եւ հասնել բավարարման, որովհետեւ սա շատ կարեւոր խանգարող հանգամանք է։
Ընդգրկվում են ինչպես բուսական, այնպես եւ քիմիական ծագման դեղամիջոցներ կարգավորելու տղամարդու սեռական ֆունկցիան։ Տղամարդու սեռական ֆունկցիան վերականգնելու հարցում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերության մեգապոտենցին կենսաբանական հավելումը։ Մեգապոտենցինը տարբերվում է նրանով, որ ունի բավականին հարուստ բաղադրակազմ, որտեղ ընդգրկված են միկրոէլեմենտներ եւ վիտամիններ։ Ժամանակի ընթացքում տղամարդու սեռական ֆունկցիան վերականգնվում է շնորհիվ այն վիտամինների, որոնք ընդգրկված են մեգապոտենցինի բաղադրության մեջ։ Մյուս առավելությունն այն է, որ մեգապոտենցինը չի առաջացնում կախյալություն, ինչը շատ կարևոր է։ Շատ տղամարդիկ ինչ-ինչ պատճառներով խուսափում են օգտագործել քիմիական ծագում ունեցող դեղամիջոցներ եւ այս հարցում մեգապոտենցինը նույնպես կարող է օգնության հասնել։ Մեգապոտենցինը նաև ունի մի կարևոր առավելություն եւս ժամանակի ընթացքում սեռական ֆունկցիան զգալիորեն լավանում է եւ տղամարդիկ դա նշում են արդեն իսկ բուժման կեսից, երբ արդեն սկսում են ապրել սեռական կյանքով, եւ նաև պետք է նշել, որ համալիր բուժման ժամանակ լավանում է նաև սեռական ցանկությունը, ինչը տղամարդուն հաղորդում է հավելյալ ինքնավստահություն։ Այնպես որ պետք է նկատի ունենալ, որ ձեր խնդիրը լուծելի է, պարզապես պետք է հաշվի առնել բոլոր այն խորհուրդները, որոնք ես ներկայացրի ձեր ուշադրությանը։ Ցանկացած սեռական խնդիր հնարավոր է լուծել, եթե ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը, չուշացնեք, չամաչեք, որովհետև ուշացնելով դուք ստեղծում եք միայն հավելյալ խնդիրներ հետագա բուժումը արդյունավետ իրականացնելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ։ Այսօրվա մեր գիշերային զրույցն ավարտվեց։ Գտեք մեզ ամեն ուրբաթ ATV եթերում։ Իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած պահի, ցանկացած ժամի, դիտել մեր տեսանյութերը, մեկնաբանել եւ տարածել դրանք։ Մեզ համար անչափ կարեւոր են ձեր կարծիքները։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։